Փաշինյանի հրահանգով ԱԱԾ-ն մտել է Մայրաթոր Սուրբ Էջմիածին Փաշինյանը գլուխը պատին ա տվել, որ մեր կրոնին ա։ Ես Փաշինյանի вообще я не могу о нем говорить. Поймите правильно. Հոգևորականների են ձերբակալում, ինչ կասեք։ Ինքը մարդ չի։ Չեմ կարա, իր մասին չեմ կարա խոսել։ Շատ վատ բան ա արել, այդքան բան։ Ինչ է ուզում Փաշինյանը եկեղեցուց։ Այդ ինքը պիտի իմանա, ես շատ վատ բան ա արել։ Չգիտեմ։ Մենակ կարդացեք կոմենտները, այ կիմանաք ինչ ասում։ Որ կոմենտները կարդան ավելի լավ կլինի։ Ես ավելի շատ հակված եմ քաղաքացիների կարծիքը լսել, քան Այ քաղաքացիների կարծիքը գիտեք ոնց է, որ դուք այսինքն որ մի վատ բան անեն, կան ձեր հետևից այդքան բան ու վերջ ասեն, իսկ այդ կոմենտները թող կարդակ իմանան քաղաքացիները ոնց են։ Լավ կոմենտներ ա գրած։ Փաշինյանի հրահանգով ԱԱԾ-ն մտել է Մայրաթոր Սուրբ Էջմիածին եւ հոգևորականներին բերման է ենթարկում, ինչ կասեք։ Ինչ ասեմ ամոթիրան, բան չունեմ, խոսքեր չունեմ։ Ինչու է Փաշինյանը նման քայլերի գնում։ Վախենում ա էլի երևի։ Եկեղեցուց Եկեղեցուց էլ ես իմ ընտրություններ են դիմացել։ Այտենց ես զոհվածի մայր եմ։ Իմ համար ինքը գոյություն չունի։ Իմ տղաս հայրենիքի համար գնաց իր կյանքը տվեց, այսօր ինչ ստացա, որ արդեն մեր, ինչ ասեմ, մեր հոգևոր այդ աշխարհը խառնել են իրար, դες ոնց կարելի է, չգիտեմ, խոսքեր չեմ գտնում։ Փաշինյանի հրահանգով ԱԱԾ-ն մտել է Մայրաթոր Սուրբ Էջմիածին եւ հոգևորականներին բերման է ենթարկում, ինչ կասեք։ Ինչ ասեմ, ուրեմն մի բան կա, որ մտել են Փաշինյանի հրահանգով ԱԱԾ-ն մտել է Մայրաթոր։ Գլուխ սուրրակայդ եկեղեցու զանգերի տվանից աղմուկից արդեն չեմ դիմանում։ Հոգևորականների են բերման ենթարկում, դրան ոնց եք Չեմ վերաբերվում։ կարող ասել, Աստված բոլորի հետ, ով ճիշտ է, թող ճիշտ լինի, ով սխալ է, թող պատժվի, չեմ կարող ասել։ Ոչինչ չեմ կարող ասել։ Հիմա այն ժամանակներ են, որ չենք իմանում, ով է ճիշտ ասում, ով է սուտ ասում։ Խնդրում եմ այդ հարցերը մի տվեք։ Հանրապես կառավարությունը հոգևորականության հետ ոչ մի կապ պետք չունենա։ Թող մի հատ նայեն իրանց սահմանադրությունը։ Այնքան ենք զզված ամեն ինչից, որ ասելու տեղ չկա։ Փաշինյանի հրահանգով ԱԱԾ-ն մտել է Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Գալատ արել։ Հոգևորականներին բերման է ենթարկում։ Իմանում որ չի կարելի։ Հոգևորականներին բերման է ենթարկում։ Ես ինքս հոգևորականներին ոչ թե հոգևոր Աստծուն հավատում եմ, հոգևորականների հանդեպ ինչ որ տենց առարկություններ կամ Փաշինյանի հետ կապված ոչ մի առարկություններ չունեմ, այդ ոնց որ ներքին քաղաքականությունն է, որը որ ինձ չի հետաքրքրում։